Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Փարիզում դիմավորում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ջերմ գրկախառնություն ու կարճ զրույց տաք թեմայից առաջ րոպեներ անց երկրների առաջնորդներն ու միջազգային կառույցների ղեկավարները կքննարկեն միջուկային էներգիայի ապագան։ Նիկոլ Փաշինյան, Էմանուել Մակրոն, Ռաֆայել Գրոսի համատեղ լուսանկարից հետո Հայաստանի ղեկավարը կարճ շփումներ է ունենում գագաթնաժողովի մասնակիցների հետ։ Փարիզում են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Սլովակիայի, Խորվաթիայի վարչապետները եւ մի շարք այլ պետությունների կառավարությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ։ Միջոցառումը մեկնարկում է բացման արարողությամբ, ելույթի համար ամբիոնի մոտ է հրավիրվում Հայաստանի վարչապետը։ Premier ministre de la République d'Arménie. Իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, Հայաստանը միջուկային էներգիան շարունակում է դիտարկել որպես երկրի էներգետիկ անվտանգության առանցքային բաղադրիչ։ Երևանը ոչ միայն երկարացնում է գործող ատոմակայանի շահագործման ժամկետը, այլև ուսումնասիրում է նոր սերնդի միջուկային տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունը։ 2024 թվականին Բրյուսելում կայացած առաջին հաջող գագաթնաժողովից հետո մենք վստահ ենք, որ Փարիզում անցկացվող այս երկրորդ գագաթնաժողովը կխթանի գործակցությունը այն երկրների միջև, որոնք որոշել են զարգացնել քաղաքացիական միջուկային հզորությունները եւ կխթանի իրական լուծումները ապահացածնացման եւ էներգետիկ ինքնիշխանության ընդհանուր նպատակների առաջխաղացման համար։ Այս նպատակները զուգորդված համաշխարհային էներգիայի աճող պահանջարկի հետ հանգեցրել են միջուկային էներգիայի մրցունակության վերանայման, եւ շատ երկրներ այժմ գիտակցում են, որ միջուկային էներգիան որպես կարգավորվող ցածր ածխածնային էներգիայի աղբյուր կարող է լավ գործակցել վերականգնվող էներգիայի աղբյուրների հետ, այլ ոչ մրցակցել։ Վարչապետի խոսքով հենց այս համոզմամբ Հայաստանը COP28 համաժողովում աջակցել է մինչև 2050 թվականը միջուկային էներգիայի արտադրության եռապատկման նախաձեռնությանը եւ ողջունում է Փարիզի համաձայնագրի նպատակների ուղղությամբ առաջընթացը գնահատող առաջին գլոբալ գնահատումը։ Հայաստանի կառավարությունը ըստ վարչապետի որդեգրել է քաղաքականություն, որով միջուկային էներգիան շարունակում է մնալ երկրի էներգետիկ համակարգի առանցքային բաղադրիչներից մեկը։ Հայաստանի կառավարությունը նաև որդեգրել է միջուկային էներգիան որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության էական գործոն եւ որպես էլեկտրաէներգիայի մատակարարման հիմնական բաղադրիչ ապահովելու քաղաքականություն։ Փաշինյանը նշել է, որ անվտանգության տեխնոլոգիաների զարգացման պայմաններում գործող ատոմակայանների շահագործման ժամկետի երկարաձգումը կարող է արդյունավետ ճանապարհ լինել դեպի ածխածնային զրոյական արտանետումներ։ Այս համատեքստում Հայաստանը, ինչպես այստեղ ներկայացված շատ երկրներ, մեկնարկել է հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման կյանքի մինչև 2036 թվականը երկարաձգման ծրագիր։ Այս երկարաձգումը ամուր հիմք կդնի նոր միջուկային էներգաբլոկի բարեհաջող եւ անվտանգ անցման համար։ Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանը ուսումնասիրում է քաղաքացիական միջուկային էներգետիկայի նորարարական լուծումները, մասնավորապես փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիան, որը խոստումնալից հեռանկարներ է առաջարկում։ Աճող պահանջարկը խրախուսում է առաջատար ընկերություններին մշակել ավելի անվտանգ եւ ավելի ճկուն լուծումներ, ավելի կարճ շինարարական ժամկետներով եւ ընդլայնման ենթակա հզորությամբ, որոնք կարող են ավելի լավ համապատասխանել ազգային էլեկտրացանցերի կարիքներին։ Հաշվի առնելով այս հանգամանքները, Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ։ Ներկայում մենք ուշադիր ուսումնասիրում ենք տեխնոլոգիաները եւ գնահատում միջազգային գործընկերների առաջարկները։ Ընտրության գործընթացն առաջնորդվում է հուսալիության, երկարաժամկետ կայունության հաշվառմամբ եւ միջուկային անվտանգության, պաշտպանվածության եւ չտարածման բարձրագույն չափանիշներին մեր նվիրվածությամբ։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև միջուկային էներգետիկայի ոլորտում մասնագիտական ներուժի զարգացումը, ընդգծելով կրթական եւ վերապատրաստման ծրագրերի անհրաժեշտությունը։ Մինչև 2050 թվականը միջուկային էներգիայի զարգացման ճանապարհին որակավորված աշխատուժը կլինի միջուկային ոլորտի հիմքը, նախագծումից եւ կառուցումից մինչև անվտանգ շահագործում, պահպանում եւ ի վերջո շահագործումից հանում։ Ուսուցման եւ կրթական ծրագրերի իրականացումը կարևոր են անհրաժեշտ աշխատուժի առկայությունն ապահովելու համար։ Այս առումով Հայաստանը բարձր է գնահատում միջազգային գործակցությունը, թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով։ Ուրախ եմ նշել, որ այս ջանքերի եւ հայ մասնագետների նվիրվածության շնորհիվ հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ամբողջ ընթացքում միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ կապված որևէ միջադեպ տեղի չի ունեցել։
Հայաստանի ղեկավարը նաև ընդգծել է ռադիոակտիվ թափոնների եւ օգտագործված միջուկային վառելիքի անվտանգ կառավարման կարեւորությունը, նշելով, որ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի պաշտպանությունը պետք է մնան միջուկային էներգետիկայի զարգացման հիմնական սկզբունքները։ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Փարիզի գագաթնաժողովը կնպաստի երկրների, միջազգային կազմակերպությունների եւ էներգետիկ ոլորտի ընկերությունների միջև նոր նախաձեռնությունների եւ գործակցության ձևավորմանը։ Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ Փարիզում քննարկել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկկողմ հանդիպման ժամանակ։ Անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության խորացմանը, տնտեսության եւ ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի։ Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ, երկուստեք կարևորելով խաղաղության եւ կայունության ամրապնդմանը միտված հետեւողական ջանքերի շարունակականությունը։ Երկրների ղեկավարները անդրադարձել է նաև Հայաստան-Եվրոպական միություն գործակցության հետագա զարգացման հեռանկարին։ Փարիզում կայացած Փաշինյան-Գրոսի հանդիպմանը քննարկվել են խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև գործակցության ընթացքին։ Հայաստանի վարչապետը եւ գործակալության գլխավոր տնօրենը կարևորել են միջուկային անվտանգության, տեխնիկական գործակցության, նաեւ փորձագիտական աջակցության ծրագրերի շարունակական իրականացումը։ Մտքեր են փոխանակվել նաեւ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների միջուկային էներգետիկայի զարգացման հեռանկարի շուրջ։ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենոբասոյի հետ։ Կարևորվել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներում ակտիվ գործակցության շարունակականությունը, նաև մասնավոր հատվածի մրցունակության խթանմանը, փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը, ենթակառուցվածքների արտիականացմանը միտված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Օդիլ Ռենոբասոն ընդգծել է ՎԶԵԲ-ի պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը նախատեսվող ծրագրերի եւ բարեփոխումների իրականացման գործում։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։